2025 թվականի տարեվերջից սկսած եւ մինչ օրս շարունակվող բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են։ Իրանցի ժողովրդի ցասմանն արժանացած իշխանությունները փորձ են անում ամեն կերպ ցուցարարների հետ գնալ երկխոսության եւ խնդրի լուծման ուղիներ փնտրել։ Իրանական բոլոր նահանգների 185 քաղաքներում երկու շաբաթից ավելի տևող ցույցերի հետևանքով ըստ CNN-ի մոտ 600 զոհ կա։ Իրանական իշխանությունները հակակառավարական կոչեր անող ցուցարարների նկատմամբ կիրառում են բիրտ ուժ, փորձելով ցույցերը կառավարել դրոններով։ Միջազգային աղբյուրների հրապարակած տվյալների համաձայն մի քանի օր է Իրանում անջատված են ինտերնետն ու բջջային կապը։ Այս ամենին զուգահեռ արգելվել է միջազգային լրատվամիջոցների գործունեությունը երկրում հնարավոր արտահոսքից խուսափելու համար։ BBC-ի տվյալների համաձայն բացի մեծաքանակ զոհերից, բավականին շատ են նաև վիրավորները, եւ հիվանդանոցները չափազանց ծանրաբեռնվածությամբ են աշխատում։ Երկրում տիրող իրավիճակով պայմանավորված իրանական իշխանությունները խորհրդարանական նիստեր են գումարել, քննարկել այս իրավիճակից դուրս գալու ուղիներն ու միաժամանակ իրենց ելույթներում բավականին խիստ տոնով անդրադարձել ցուցարարներին, ապա սպառնացել ԱՄՆ-ին եւ Իսրայելին։ Իրանի նախագահի նախկին թեկնածու Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին, այնուհետև սպառնալիքներ հնչեցրել Իսրայելի եւ ԱՄՆ-ի հասցեին, ընդգծելով, որ այդ երկրների ռազմական օբյեկտները կարող են օրինական թիրախ դառնալ, եթե նրանք փորձեն միջամտել Իրանի ներքին գործերին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, որն առավել հայտնի է որպես բարեփոխիչ, նույնպես կոշտ է արտահայտվել։ Մարդիկ մտահոգություններ ունեն, մենք պետք է հաշվի նստենք նրանց հետ, եւ եթե դա մեր պարտականությունն է, մենք պետք է լուծենք նրանց մտահոգությունները, բայց ավելի կարևոր պարտականություն է կանխել ապստամբների խմբի կողմից հասարակությունը ոչնչացնելու փորձը։ Ցուցարարների մեծ մասը դրսից բերված խմբեր են, որոնք մարդկանց են սպանում, անգամ գլխատում, մզկիթներ հրկիզում։ Իդեպ ըստ տարբեր աղբյուրների հրապարակած տվյալների, ցուցարարները հրկիզել են ավելի քան 59 մզկիթ։ Իրանի նախագահի հայտարարությունների ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է կրակի վրա յուղ լցրել, սոցցանցի իր էջում հայտարարելով, որ Իրանն այժմ ձգտում է ազատության առավել քան երբևէ, եւ ԱՄՆ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել ժողովրդին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էլ հայտարարել է, որ ցնցված է Իրանում ցուցարարների դեմ բռնության մասին հաղորդագրություններից, որոնք հանգեցրել են զոհերի ու վիրավորների։ Խոսքի ազատության, խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները պետք է լիովին հարգվեն եւ պաշտպանվեն, ասել է Գուտերեշը, կոչ անելով Իրանի իշխանություններին ցուցաբերել առավելագույն զսպվածություն եւ զերծ մնալ անհարկի կամ անհամաչափ ուժի կիրառումից։ Իսկ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ պատրաստ է Թեհրանի նկատմամբ նոր պատժամիջոցների առաջարկ ներկայացնել, ի պատասխան ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների։ Չնայած այս հայտարարություններին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ երկրում իրադարձությունն արդեն ամբողջությամբ վերահսկողության տակ է եւ շուտով կվերականգնվի համացանցի հասանելիությունը։ Արաղչին վստահեցրել է, իրավապահները կգտնեն կատարվածի պատասխանատուներին։